2 միլիոն տուժած մարդ Հնդկաստանում։ Բրազիլիայում վնասվել է տների 90%-ը։ 8 միլիոն կայծակ Ավստրալիայում։ Բնական աղետները դադարել են ընդմիջումներ անել, հարվածները հաջորդում են մեկը մյուսին։ Այսօրվա ամփոփագրում դուք կտեսնեք, թե շաբաթվա ընթացքում ինչպիսի ողբերգական իրադարձությունների են բախվել բոլոր մայրցամաքների բնակիչները։ ԱՄՆ Հոկտեմբերի 30-ին հզոր փոթորիկը, ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով, հարվածեց Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքին։ Նյու Յորք քաղաքը հատկապես ծանր հարված ստացավ։ Անձրևը հանկարծակի սկսվեց, որոշ շրջաններում 1 ժամում տեղաց մինչև 25 մմ անձրև։ Կենտրոնական այգում 1 օրում 46.5 մմ անձրև տեղաց, ինչը ռեկորդ է վերջին 100 տարվա ընթացքում այդ ամսաթվի համար։ Քաղաքի ջրահեռացման համակարգը ծանրաբեռնված էր։ Թափված տերևները սրեցին իրավիճակը։ Անձնակազմը մաքրում էր ջրահեռացման խողովակները, բայց ջուրը բերում էր բեկորներ և կրկին խցանում դրանք։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ստացան ջրհեղեղի հետ կապված ավելի քան 800 զանգ։ 2 մարդ մահացավ Բրուքլինում և Մանհեթենում հեղեղված նկուղներում։ Տրանսպորտային ծառայությունը կաթվածահար էր եղել։ Մետրոյի ծառայությունը մասամբ դադարեցվեց։ Նյու Յորքի շրջանում 3 խոշոր օդանավակայաններ լուրջ վնասներ կրեցին, ինչը հանգեցրեց ավելի քան 1200 չվերթների չեղարկման։ Մոտ 15,000 տուն մնաց առանց էլեկտրաէներգիայի։ Նյու Ջերսիի հյուսիսում տեղումների քանակը տեղ-տեղ հասավ գրեթե 70 մմ-ի, իսկ ուժեղ քամիները պոկեցին 2 բեռնանավ իրենց խարիսխներից և քշեցին ափ։ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքը նույնպես վնասվել է։ Փոթորկի ժամանակ ծառը ընկել է մեքենայի վրա, սպանելով վարորդին։ Բրազիլիա Նոյեմբերի 1-ից նույն այս փոթորկային համակարգը քաոս է բերել նաև Բրազիլիա։ Պարանա նահանգում քամու արագությունը հասել է 95 կմ/ժ, ինչի հետևանքով վնասվել են տանիքներ, իսկ ծառերը արմատախիլ են եղել։ Տուժել է ավելի քան 3200 տուն։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Սանտա Էլենա քաղաքում գրանցվել են 1 ամսվա տեղումներ գրեթե 1 օրում։ 7 մունիցիպալիտետներում արձանագրվել է խոշոր կարկուտ։ Ժանդայա դու Սուլում կարկտահատիկները եղել են նարնջի չափ ու կշռել են ավելի քան 100 գրամ։ Պիտանգեյրաս մունիցիպալիտետում սառցակույտերը վնասել են բնակելի տների շուրջ 90%-ը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են անօթևան։ Փողոցները ողողվել են ջրով ու ծածկվել բեկորներով։ Մինչ փրկարարական ջոկատները շարունակում էին աշխատանքը, 20 րոպե տևած նոր, հորդառատ անձրևն ու կարկուտը կրկին հարվածեցին քաղաքին, ավելացնելով ավերածությունները և զգալիորեն բարդացնելով փրկարարների աշխատանքը։ Կամպու Մորաոյի մունիցիպալիտետում 2 ընտանիք մնացել է անօթևան։ 1 տունը լիովին ծածկվել է ցեխաջրով, իսկ երկրորդի վրա ծառ է ընկել։ Ուժգին քամին վնասել է նաև քաղաքապետարանի շենքը։ Սենթե Քեսը հիվանդանոցում մի քանի բաժանմունք, ներառյալ ծննդատունը, հեղեղվել են։ Մուֆատո հիպերմարկետում ուժեղ անձրևի և ջրահեռացման համակարգերի խցանման հետևանքով փուլ է եկել առաստաղի մի մասը։ Մանդագուասու մունիցիպալիտետում ջրածածկվել են շտապօգնության կայանը և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Նոյեմբերի 2-ին տարերքը հասել է Սան Պաուլու նահանգ։ Ամենածանր դեպքը տեղի է ունեցել Ռեժենտի Ֆեյժո քաղաքում։ Ավելի քան 100 կմ/ժ պոռթկացող փոթորկային քամին ուսանողական երեկույթի ընթացքում քանդել է բեմի մի մասը և մեծ վրանի տանիքը։ 1 մարդ զոհվել է և տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Պարագվայ Նոյեմբերի 1-ին Սան Պեդրո դեպարտամենտին հարվածեց հզոր կարկուտը։ Փոթորիկը հատկապես ազդեց Իտակուրա դել Ռոսարիո և Սան Էստանիսլաո շրջանների վրա, որտեղ գոլֆի գնդակի չափ կարկուտը ծակեց տանիքները, կոտրեց պատուհանները և վնասեց մեքենաները։ Տուժած տարածքների փողոցներն ու դաշտերը ծածկված էին մինչև 25 սանտիմետր հաստությամբ սառույցի շերտով։ Փոթորիկը ամբողջությամբ ոչնչացրեց մանիոկի և եգիպտացորենի բերքը և հանգեցրեց թռչունների զանգվածային անկման։ Նախնական գնահատականներով, փոթորիկը զգալի տնտեսական վնաս է պատճառել։ Տեղի բնակիչները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ տարածաշրջանում նման ինտենսիվության եղանակային երևույթ է դիտվում։ Ռուսաստան
Նոյեմբերի 1-ի երեկոյան Նովոսիբիրսկով հզոր փոթորիկ է անցել, մինչև 25 մետր/վայրկյան արագությամբ քամու պոռթկումներով։ Մի քանի թաղամասեր եւ ամառանոցային համայնքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Պլյուշտիխա բնակելի համալիրում փոթորիկը պոկել է պատշգամբի պատուհանը, դառնալով դրա փլուզման պատճառը։ Բարեբախտաբար, այդ պահին մոտակայքում ոչ ոք չի եղել։ Ակադեմգորոդոկում քամին ճանապարհի վրա է տապալել հսկայական սոճի, փակելով շտապօգնության մեքենաների մուտքը։ Իսկ քաղաքի Լենինսկի շրջանում ընկած եղևնին վիրավորել է անցնող տարեց զույգին եւ նրանք հոսպիտալացվել են։ Այնուհետև փոթորիկը հարվածել է Կուզբասին։ Նոյեմբերի 2-ի գիշերը մինչև 22 մետր/վայրկյան արագությամբ քամիները պոկել են տանիքները եւ տապալել ծառերը, առանց էլեկտրաէներգիայի թողնելով 54 գյուղերի ավելի քան 22,000 բնակիչներին։ Անջելո-Սուջենսկ քաղաքում մի քանի շենքերի, այդ թվում դպրոցի տանիքները մասամբ փլուզվել են, իսկ Կեմերովոյում փոթորիկները ոչնչացրել են շինհրապարակի կառույցները։ Փոթորիկը նաև հրթեհներ է առաջացրել։ Կուրևսկի շրջանում հրթեհ է բռնկվել վնասված էլեկտրահաղորդման գծերի պատճառով, մինչդեռ այլուր քամիները դժվարացրել են չոր խոտածածկույթի հրթեհների մարումը։ Սախալինի մարզի Յուժնո-Կուրիլսկի շրջանը նույնպես տուժել է տարերքից։ Մինչև 50 մետր/վայրկյան արագությամբ ուժեղ քամիները պոկել են տանիքներ եւ վնասել բազմաբնակարան շենքերի ճակատային մասերը։ Ականատեսների վկայությամբ դրանցից մի քանիսում վերին հարկերում արտահոսք է սկսվել։ Տասնյակ շենքեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Աֆղանստան։ Նոյեմբերի 3-ի գիշերը Աֆղանստանի Տաշկուրգան կիրճում տեղի ունեցավ 6.3 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են երկրի հյուսիսային մասում, այդ թվում մայրաքաղաք Քաբուլում։ Ցավոք, շատ շենքեր տարածաշրջանում նախատեսված չեն սեյսմիկ ծանրաբեռնվածությանը դիմակայելու համար, ուստի վնասը մեծ էր։ Բադախշան նահանգի Շահե-Բոզորգ շրջանի ընդամենը մեկ գյուղում վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է մոտ 800 տուն։ Մազար-e-Շարիֆ քաղաքում վնասվել է հայտնի Կապույտ մզկիթը, որը Աֆղանստանի ամենակարևոր իսլամական սրբավայրերից մեկն է եւ Իմամ Ալիի հետ կապված ուխտագնացության կենտրոն։ Ցնցումները էլեկտրաէներգիայի անջատումներ են առաջացրել Ուզբեկստանից եւ Տաջիկստանից, երկրի հիմնական էներգամատակարարներից, էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով։ Երկրաշարժը նաև սողանք է առաջացրել, որը փակել է Տաշկուրգան կիրճով անցնող գլխավոր լեռնային մայրուղին, որը կապում է երկրի հյուսիսային նահանգները մայրաքաղաքի հետ։ Նոյեմբերի 4-ի դրությամբ աղետի հետևանքով զոհվել է 24 մարդ։ Ավելի քան 800 վիրավոր, որոնցից 25-ը գտնվում են ծանր վիճակում։ Զոհերի եւ վիրավորների ճշգրիտ թիվը դժվար էր որոշել հեռավոր շրջաններում ինտերնետ կապի բացակայության պատճառով։ Հնդկաստան։ Հոկտեմբերի 28-ին Հնդկաստանի արևելյան ափին հարվածեց արևադարձային Մոնտա ցիկլոնը, ժամում մինչև 110 կմ արագությամբ քամու պոռթկումներով եւ տեղատարապ անձրևներով։ Ափամերձ տարածքների կանխարգելիչ տարանման գործողության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել զանգվածային զոհերից, սակայն վնասը հսկայական էր։ Անդհրա Պրադեշ նահանգում, որը կրեց փոթորկի հիմնական հարվածը, զոհվեց 3 մարդ։ Ցիկլոնից տուժեց գրեթե 2 միլիոն բնակիչ։ Իշխանությունները ստեղծեցին ժամանակավոր ճամբարների ցանց, որտեղ ապաստան գտավ 136,000 մարդ։ Արևելյան Գոդավարի շրջանում ուժեղ ալիքները ավերեցին ամբողջ ձկնորսական գյուղեր, մարդկանց թողնելով անօթևան։ 174,000 ֆերմերներ կրեցին զգալի վնասներ։ Ջրհեղեղի ենթարկվեցին թռչնաբուծարանները, անասնապահական ֆերմաները եւ ձկնաբուծարանները։ Ամբողջությամբ ոչնչացվեցին կամ ջրհեղեղի ենթարկվեցին տասնյակ հազարավոր հեկտար գյուղատնտեսական հողեր, այդ թվում բրինձի, եգիպտացորենի, բանանի, բամբակի եւ այլ մշակաբույսերի։ Վնասվեցին ավելի քան 4800 կիլոմետր ճանապարհներ եւ ավելի քան 300 կամուրջներ եւ ջրատար խողովակներ։ Նահանգի 3 միջազգային օդանավակայաններում չեղարկվել են չվերթները, իսկ հարավային կենտրոնական երկաթուղին կասեցրել է առնվազն 120 գնացքի երթևեկությունը։ Պրակասամ շրջանում ջրանցքի պայթյունը հեղեղել է մոտ 9 կիլոմետր երկարությամբ ոռոգման համակարգի թունելները, որտեղ այդ պահին գտնվում էին մոտ 250 աշխատողներ։ Բարեբախտաբար, բոլորը փրկվել են։ Էլեկտրաէներգիայի ցանցը հատկապես լուրջ վնաս է կրել։ Քամին տապալել է ավելի քան 3000 էլեկտրահաղորդման սյուներ եւ վնասվել է ավելի քան 26000 տրանսֆորմատոր։ Օթիշա նահանգի լեռնային շրջաններում սողանքները եւ ընկած ծառերը փակել են ճանապարհները, կտրելով հեռավոր գյուղերի մուտքը։ Կորապուտ շրջանում ավերվել է ավելի քան 300 տուն։
Նահանգի գյուղատնտեսությունը նույնպես լուրջ վնաս է կրել։ Բամբակի և բանջարեղենի դաշտերը ջրհեղեղի են ենթարկվել, սպառնալով ապագա բերքահավաքին և հազարավոր ընտանիքների եկամուտներին։ Մոնտացիկլոնը, որը շարժվել է դեպի ցամաք, Թելանգանայում առաջացրել է ուժեղ տեղումներ և ջրհեղեղներ, ոչնչացնելով ճանապարհները և մեկուսացնելով ամբողջ շրջանները։ Որոշ վայրերում ընդամենը 24 ժամվա ընթացքում տեղացել է մինչև 367 մմ անձրև։ Նահանգում մահացել է առնվազն 6 մարդ։ Նրանց թվում էր մի կին, որին ջրի հոսանքը քշել էր հեղեղված կամրջով անցնելու փորձի ժամանակ։ Վարանգալում անկողնային հիվանդ մի տղամարդ խեղդվել է, երբ ջուրը փողոցից լցվել էր նրա տուն։ Քենիա։ Նոյեմբերի 1-ին Քենիայի արևմտյան Էլգեյո Մարակվետ շրջանում ուժեղ անձրևների հետևանքով խոշոր սողանք տեղի ունեցավ։ Սելավային հոսքերը ոչնչացրին հազարից ավելի տներ, փակվեցին ճանապարհները և ամբողջությամբ մեկուսացրեցին տուժած տարածքը արտաքին աշխարհից։ 25 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար ներգրավվել են զինվորականներ, ինչպես նաև 4 ինքնաթիռ, սակայն գործողությունները բազմիցս դադարեցվել են հանկարծակի ջրհեղեղների պատճառով։ Սողանքի հետևանքով զոհվել է 26 մարդ, իսկ ևս 25-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Ավստրալիա։ Նոյեմբերի 1-ից ի վեր Արևելյան Ավստրալիայում մի շարք հզոր ամպրոպներ են տեղի ունեցել։ Դպրոցական տոնավաճառի ժամանակ Էսք քաղաքում հանկարծակի կարգտահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ է վիրավորվել։ Մի կին գլխի և պարանոցի վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է։ Մի քանի մարդիկ վիրավորվել են ապակու բեկորներից։ Հսկայական սառցե բեկորները լուրջ վնասել են տանիքների արևային վահանակները։ Տուժած տարածքների բնակիչները նշել են, որ երբեք նման ավերածություններ չեն տեսել։ Բրատեն քաղաքում մինչև 9 սանտիմետրի հասնող կարկուտը կոտրել է պատուհանները, մեքենաները և տների տանիքները։ Փոթորկի ժամանակ քամու արագությունը հասել է ժամում 104 կմ/ժ։ Որոշ վայրերում գրանցվել է 250,000 կայծակի հարված։ Հարկ է նշել, որ հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը Ավստրալիայում դիտվել է ինտենսիվ ամպրոպային ակտիվություն, մոտ 8 միլիոն կայծակի հարվածներով, որոնցից 4 միլիոնից ավելին տեղի է ունեցել Քվինսլենդում։ Երկրներն արդեն իսկ կրում են հսկայական կորուստներ բնական աղետներից։ Բյուջեները միլիարդներ են ծախսում ենթակառուցվածքների վերականգնման, փոխհատուցման և տուժած տարածաշրջանների օգնության վրա, իսկ որոշ պետություններ, չկարողանալով հաղթահարել հսկայական կորուստները, ստիպված են լինում դիմել միջազգային օգնության։ Բայց քանի որ տարբեր տարածաշրջաններում բնական աղետների համաժամացումը մեծանում է, ֆինանսական անվտանգության բարձիկը կսպառվի, յուրաքանչյուր երկիր ստիպված կլինի ինքնուրույն պայքարել իր գոյատևման համար։ Երկրների տնտեսությունները բարդ և իներտ համակարգեր են։ Դրանք անմիջապես չեն փլուզվում, նույնիսկ բնական աղետների ազդեցության տակ։ Ներկայումս բնական աղետների հետևանքները հիմնականում ընկնում են սովորական մարդկանց ուսերին, նրանց, ովքեր կորցնում են իրենց տները, ունեցվածքը և սիրելիներին։ Սակայն աշխարհը դանդաղ է արձագանքում։ Եվ կլիմայի փոփոխությունը կդառնա առաջնահերթություն միայն այն ժամանակ, երբ խոշոր կորպորացիաները սկսեն զգալի գումարներ կորցնել։ Դժբախտաբար, մեր հասարակությունում նյութական արժեքները գերազանցում են մարդկային արժեքներին։ Սակայն եթե ոչինչ չփոխվի, բնական աղետների սրացումը կոչնչացնի նույնիսկ ամենակայուն երկրների տնտեսությունները, ինչը նշանակում է, որ սովորական մարդիկ կրկին կտուժեն։ Ուստի չի կարելի սպասել, մինչև այնտեղ վերևում սկսեն գործել։ Հենց մենք, մարդիկ, առաջին հերթին հետաքրքրված ենք մեր ապագայով, ինչը նշանակում է, որ մեր խնդիրն է կլիմայի օրակարգը դարձնել օրվա գլխավոր թեման։ Ինչ կպատահի աշխարհին, եթե այս հարցին հիմա չանդրադառնանք։ Հարցը մնում է բաց, բայց մեկ բան պարզ է. լայնածավալ և ժամանակին չձեռնարկվող գործողությունների դեպքում հետևանքները կործանարար կլինեն ողջ մարդկության համար։